Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա։ Մանրամասների շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ովքեր են ստանալու այդ օգնությունը։ Հիշեցնեմ, կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի մարդասիրական օգնությունը Սիրիայի ժողովրդին հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել։ Դրան նախորդել էին աշխատանքային հանդիպումները հայ, թուրք եւ սիրիացի դիվանագետների միջև եւ համաձայնություններ ձեռք բերվել այս ամենի մասին եւ ուրբաթ օրը ապահվեն տրանսպորտային ընկերության 4 բեռնատարներ հայ վարորդներով հատել էին անցակետը, սահմանը եւ 3 հասել էին Սիրիա, այնտեղ Հայաստանի դեսպան Ռուբեն Խարազյանը փոխանցել էր այդ բեռները Հալեբ նահանգի փոխնահանգապետին, ով շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը եւ հայ ժողովրդին։ Օգնությունը դա մոտ 80 տոննա բեռ է, հիմնականում հայաստանյան արտադրանքի սննդամթերք, դեղորայք եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք կբաշխվեն Հալեբում եւ Դամասկոսում, այդ թվում նաեւ հայ ընտանիքների շրջանում, իհարկե ոչ միայն հայերի, եւ այդ ամենում կօգնի Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կազմակերպությունը իր աշխատակիցներով։ Արտյոմ, իսկ արդյոք անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի բացման օրը, վերջնական բացման օրը ըստ էության։ Այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան, դե հիշեցնում եմ, որ մեկ անգամ 2 տարի առաջ սահմանը բացվել էր, կրկին մի քանի օրով եւ նույնպես օգնություն տեղ հասցնելու համար Թուրքիայում տեղ ունեցած երկրաշարժից հետո, բայց դա ոչինչ չփոխեց։ Եվ օրինակ Եվրամիության ներկայացությունը Հայաստանում այսօր հայտարարություն է տարածել, որում ոչ միայն ողջունում է այս մարդասիրական քայլը, այլ նաեւ հույս է հայտնվում, որ այս բարի կամքի դրսևորումը կմոտեցնի այն օրը, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջև վերջնական հաշտություն եւ համաձայնություն կլինի եւ հարաբերությունները վերջնականապես կբարելավեն։ Այսինքն ակնարկվում է, որ հայ-թուրքական սահմանի բացմանը այս քայլը կօգնի եւ կմոտեցնի այդ օրը։ Հիշեցնեմ, Թուրքիան այսպես բաց տեքստով նախապայմանն էր քաշում, որ կբացի սահմանը միայն այն բանից հետո, երբ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագիրը։ Այն բանից հետո, երբ Հայաստանը հաստատեց, որ պատրաստ է այդ համաձայնագիրը կնքել եւ համաձայնվեց բովանդակությանը, արդեն մենք իրավունք ունենք ակնկալելու Թուրքիայից որոշակի քայլերի, քանի որ ակնհայտ է, որ միայն Ադրբեջանն է խանգարում այդ համաձայնագրի կնքմանը։ Այդ իմաստով իսկապես կարող ենք Թուրքիայի առաջ հարց դնենք կամ օգնեք, որ Ադրբեջանը ստորագրի, ազդեցություն գործեք, կամ գնահատեք մեր կոնստրուկտիվ մոտեցումը եւ կատարեք ձեր խոստումը։ Իդեպ Բաքվում շատերի մոտ տպավորություն կա, որ այս ժամանակավոր սահմանի բացումը վկայում է այն մասին, որ Անկարան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական նորմալացման եւ սահմանը առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանի կատարման սահմանի բացման։ Մի շարք ադրբեջանցի փորձագետներ այդպիսի գնահատական են տվել համացանցում կամ իր լրատվամիջոցներում, կարծելով, որ Թուրքիան այս քայլով հող է նախապատրաստում եւ Ադրբեջանում հասարակական կարծիքը նախապատրաստում է այս քայլին։ Լրատվամիջոցները նույնպես դժգոհում են, մասնավորապես Ադրբեջանի կառավարության կողմից վերահսկվող Մինվալ պարբերականը իր հոդվածը հետևյալ կերպ է վերնագրել. Թուրքիան զիջել է Հայաստանին։ Արտյոմ, իսկ առհասարակ իրականում Բաքուն ունի մտահոգվելու առիթներ։ Չեմ կարծում, որ Թուրքիան զիջել է Հայաստանին, քանի որ այն պատճառով, որ Թուրքիան ոչ միայն տեղեկացրել է Ադրբեջանին այս որոշման մասին, այլ նաև ինչ-որ իմաստով նաև թույլտվությունն է խնդրել Ադրբեջանի։ Թուրք բանագնաց Սերդար Կլիչը փետրվարի 24-ին այս թեմայի շուրջ խոսել էր Ադրբեջանի դեսպանի հետ, իսկ ավելի ուշ, երբ Բաքու էր եկել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը, նրա հետ նույնպես այս թեման քննարկվել է։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ ոչ միայն անակնկալ չէր Բաքվի համար, այլ նաև Բաքվի գիտակցությամբ եւ համաձայնությամբ է եղել այդ ամենը։ Եվ այսօր Թուրքիայի նախագահի
լրատվական ծառայությունը, լրատվական բաժինը հատուկ հայտարարություն է տարածել, որով հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայ-թուրքական սահմանը պատրաստվում են բացել, ընդգծելով, որ այդ ժամանակավոր բացումը անցակետի ոչ մի կերպ չի վկայում այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի հետ սահման բացել։ Իսկ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քյուլիչը հայտարարել է, որ այդ մամուլում տեղ գտած տեղեկությունները այն մասին, որ Թուրքիան պատրաստ է սահման բացել Հայաստանի հետ, դա հայերի այսպես տեղեկատվական հերթական սադրանքն են եւ որ չկա որևէ հիմք կարծելու, որ Թուրքիան կարող է առանց Բաքվի թույլտվության համաձայնությամբ գնա այնպիսի մի քայլի, որը կվշտեցնի ադրբեջանցիներին։ Շնորհակալություն Արծուն։